Ողջույն, մտածում ես ինչ պատրաստես, որ երեկոյան մատուցես թեյի հետ, արի միասին պատրաստենք շատ համեղ կարմրաթուշ բուլկիներ։ Առաջին հերթին տարայի մեջ լցնում ենք կես լիտր գոլից մի փոքր տաք կաթը, ավելացնում ենք 11 գրամ խմորիչը, խմորիչն ու կաթը մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 100-ից 150 գրամ շաքարավազ ըստ ցանկության։ Մեզ հարկավոր է նաև 3 ձու։ 1 ձվի դեղնուցը կվերցնենք վրան քսելու համար, իսկ 2 ձուն և 1 ձվի սպիտակուցը կավելացնենք խմորին։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 100 գրամ փափկեցրած կարագը։ Ավելացնում ենք 80 գրամ արևածաղկի ձեթը, լավ հարելուց հետո արդեն ավելացնում ենք ալյուրը։ Մի լավ հունցելուց հետո խմորը արդեն պատրաստ է, ստանում ենք ձեռքերին մի փոքր կպնող խմոր, ինչքան խմորը փափուկ լինի, այնքան ձեզ մոտ բուլկիները շատ փքուն և հաջող կստացվի։ Այժմ կծածկենք, կդնենք տաք տեղ, կթողնենք 1-ից 1.5 ժամ, որպեսզի խմորը լավ բարձրանա։ Բարձրանալուց հետո կշարունակենք։ Արդեն անցավ ժամ ու կես, խմորը արդեն պատրաստ է, թանկագիններս, բավականին լավ բարձրացել է։ Ձեռքերը մի փոքր ձեթ ենք անում և խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Տեսեք, թե որքան փափուկ, որքան լավ խմոր ենք ստացել։ Խմորը հավաքում ենք իրար վրա և բաժանում ենք 2 հավասար մասի։ Տեսեք, թե որքան ծակոտկեն խմոր ենք ստացել։ Մի գունդը դնում ենք մի կողմ, իսկ այս մեկը բացում ենք և մեջը ավելացնում ենք չամիչ։ Պատրաստում ենք 2 տարբերակով։ Ովքեր չամիչով են նախընտրում իրենց համար չամիչով, քանի որ իմ երեխաները չեն սիրում չամիչով, ես կեսն էլ պատրաստում եմ հենց այնպես։ Եթե ցանկանում եք բոլորը պատրաստել չամիչով, ապա ամբողջ խմորին ավելացնում ենք 100 գրամ չամիչ։ Մի լավ հունցում ենք և արդեն բաժանում ենք գնդերի։ Խմորը բաժանում ենք 15 մասի։ Ինձ մոտ ստացվել է 130-ից 135 գրամ գնդերի քաշը։ Հիմա կգնդենք և կթողնենք 15-ից 20 րոպե, որպեսզի կրկին բարձրանա։ Արդեն անցավ 20 րոպե, այժմ բուլկիների վրա հարում ենք և քսում ենք 1 ձվի դեղնուցը։ Դեղնուցը քսելուց հետո ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը 180 աստիճանի տակ թխելու ենք 20-ից 25 րոպե։ Ինչպես միշտ եմ ասում, պետք է նայեք ջեռոցներին։
մինչև վարդագույն երանգ ստանալը։ Առաջինը կուղարկենք չամիչով բուլկիները թխելուց հետո այնուհետև մյուս բուլկիների վրա կքսենք ձուն եւ կուղարկենք, միաժամանակ չենք քսում, երբ որ պետք է ուղարկենք ջեռոց, այդ ժամանակ ենք ձուն քսելու։ Ես ձվի դեղնուցին մի փոքր ջուր ավելացրեցի, կարող եք մի փոքր կաթ ավելացնել, քանի որ միայն ձվի դեղնուցը շատ թանձր է ստացվում։ Ահա թանկագիններս, մեր համեղիկների վերջնական տեսքը, հոյակապ են ստացվել, այնպես որ դուք էլ պատրաստեք և համեղ վայելեք։ Շատ փափուկ է, տեսեք, թե որքան փափուկ, որքան լավ, դեռ չի սառե ամբողջովին։ Ահա և մեր կարմրաթուշիկների վերջնական տեսքը, հոյակապ է ստացվել թանկագիններս, այնպես որ դուք էլ պատրաստեք և վայելեք մեկ գավաթ թեյի կամ սուրճի հետ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, եթե հավանեցիք, չեք մոռանում մեկնաբանել և լայքել։ Սիրով սպասում եմ նաև բոլորիդ իմ ֆեյսբուքյան ալիքում, էջի հղումը կթողնեմ տեսանյութի ներքևում։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։